Մանե խնդրում եմ ուշադիր լսի ինձ ու հերոսը չանջատես։ Ես գիտեմ, որ դու հիմա Հովոյի մոտ ես, բայց խնդրում եմ քեզ։ Գնա տեղից ու ինչքան կարաս շուտ։ Ու ինչի պետք է ես քեզ հավատամ։ Մի մարդու, որը սպանել է հորս, հետո էլ ուզեցել է ինձ սպանի։ Հիմա էլ սուրբ ա ձևանում։ Ես գիտեմ, որ դու ինձ հավատալու հիմքեր չունես ու ես իմ վստահության ռեսուրսները սպառել եմ։ Բայց ես փոխվել եմ, Մանե։ Այդ դեպքում ինչի ես հիմա էլի հայտնվելու բոլորիս կյանքը դժոխքի վերածում։ Այդ դժվար է բացատրելը։ Էլի խուսափում ես, չէ՞ ուղիղ պատասխաններից։ Գոնե իմ մի հարցին ճիշտ պատասխանի։ Դու կապ ունես Դավիթի գործի հետ։ Ես իմ սաղ սրբություններով եմ երդվում։ Ես Դավիթի մասին չեմ էլ իմացել։ Իսկ Հովոն վստահա, որ դու ես։ Ինքդ քեզ հարց տուր։ Ում էր ձեռնտու ես ամեն ինչը։ Դու երբեք Հովոյին քեզ մոտ չէիր թողի, իսկ դու հիմա քո կամքով գնացել ես իր մոտ։ Ինքն է սարքել ես ամեն ինչը։ Ինքը սարքել են այդ սիտուացիա, որ դու կայացնես որոշումներ, որոնք որ կայացրել ես։ Ինքը քեզ չի պաշտպանում։ Հակառակը դու հիմա իր մոտ պատանդ ես։ Ինքն է Դավիթի գլխին սարքել ու ուղարկել Բերդ։ Ու ամեն ինչ անելու է, որ Դավիթը Բերդից ողջ դուրս չգա։ Ու ինչի պիտի Հովոն հետ աներ։ Որ հասնի քեզ։ Որ քեզ իրանով անի։ Հնարավոր է դու ճիշտ ես։ Բայց դու էիր ուզում ինձ սպանել, իսկ Հովոն փրկել է ինձ վտանգելով իր կյանքը։ Ես երբ որ եկա ստեղ իրանից ընդամենը մի բան եմ խնդրել։ Ոչ փող, ոչ իշխանություն։ Եթե ինքը հետ աներ, իսկ Կգնայի ու իմ մասին ոչ մեկ չէր իմանա։ Ու ինչ ես ուզել։ Այդ կարևոր չի։ կարևորը այն է, որ ինքը հետ չարեց։ Ու որոշեց սպանի ինձ։ Մանե, եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալու փոխել ամեն ինչ ես կանեի։ Բայց հնարավոր չի։ Էս իմ խաչն է, որ ես միջև կյանքիս վերջ պիտի տանեմ։ Ես քեզնից ներում չեմ ակնկալում, որովհետև ես ինքս ինձ չեմ ներել։ Բայց խնդրում եմ քեզ, գնա Հովոյի մոտից, ինքը վտանգավոր է քո համար։ Ես գիտեմ, որ ինքը քեզ բաց չի թողի։ Բայց այն ոստիկանը, գոռը, Իրան դիմի ինքը ամեն ինչ կկազմակերպի։